Ողջունենք բազմաշնոր մեր հյուրին, Maple Leafs հայ-կանադական բժշկական կենտրոնի տնօրեն, ուրոլոգ, բժշկական գիտությունների թեկնածու, Հայաստանի Հանրապետությունում Կանադայի պատվավոր հյուպատոս, Կանադա-Եվրասիական առևտրատնտեսական պալատի նախագահ Վարդգես Ավագյանին։ Բարի լույս։ Բարի լույս, բոլորիդ, շատ շնորհակալություն հրավերքի համար, այսպեսի պայծառ օրը։ Շնորհակալ ենք մենք, որ եկել եք, որովհետև հատկապես բժիշկները միշտ բազմազբաղ են, երբ նրանց ասում ենք կգաք մեզ հյուր, ասում են բա մեր բուժառուները ոնց կարող ենք նրանց Եվ այն էլ բժիշկ դիվանագետ։ Այո, դիվանագետ բժիշկ, ոնց եք կարողանում համատեղել, շատ տարբեր ոլորտներ են զուտ, դրա համար ենք հարցնում։ Իրականում իսկապես շատ հետաքրքիր հարց եք տալիս, դե կյանքիս ընթացքում միանշանակ առաջնահերթությունը դա բժշկությունն է, որտեղ ես դրանով ապրում եմ, եւ դա այսպես աստծուց տված եւ պետքա ասել, որ ինչ որ մի ներսից պետքա լինի մի շարժիչ, որը քեզ բերում է դրան։ Ոչ միայն գիտելիքը, այլ նաև այն, որ դու պետք է զգաս, որ դու ուզում ես լինել բժիշկ եւ աշխատել բժիշկ, դա կարեւոր է։ Իսկ կյանքի բերումով, քանի որ ասենց երկար տարիներ լինելով տարբեր տեղեր աշխարհում աշխատելով, թե նահանգներ, թե ստանալով կրթությունը եվրոպական, ամերիկյան, կանադական, աշխատելով Անգլիայում, հա, եւ լինելով ակտիվ եւ սիրելով հայրենիք փորձելով ինչ-որ մի բանով նպաստել, անընդհատ բերում անրան, որ դու փորձում ես ինչ-որ մի բան ստեղծագործել, մի նոր գիտելիք ձեռք բերել, որովհետև եթե դու ձեռք ես բերում սուտ սպეციფიկ բժշկական գիտելիք, դա մի բան է։ Եթե դու արդեն տեսնում ես, որ դու պետք է ինչ-որ մի բան փորձես կառավարես, դրան անհրաժեշտ է ճիշտ կրթություն ձեռք բերել դրա շուրջ, որը ես նույնպես ստացել եմ Master of Science դրա վերաբերյալ Public Health Clinical Epidemiology մեջ եւ դա էլ է անհրաժեշտություն առաջանում։ Հետո սկսում ես հասկանալ, որ անհրաժեշտ է ձեռք բերել նաև միջազգային փորձ։ Իսկ հետո ընթացիկ, երբ որ դու զգում ես, որ դրա հետ միասին քեզ մոտ առաջանում են այն ցանկությունները եւ հնարավորությունները, որ դու ուզում ես ինչ-որ մարդկանց օգտակար լինել ոչ միայն որպես բժիշկ, այլ նաև հասարակական հարցերում մարդկանց կապեր ստեղծելով, հանրապետության համար, հա, հայրենիքիդ համար ստեղծելով որևէ ինչ-որ նոր հետաքրքիր ուրեմն հնարավորություններ, ինքնստինքյան ոնց որ առաջանում է այն տարբերակը, երբ որ որևէ մեկը գնահատում է եւ արդեն ունենալով նոր գիտելիքներ, քեզ առաջարկում են նաեւ ուրիշ մի աշխատանքով նույնպես զբաղվել։ Դա իհարկե դժվար է, պարզ բան է, որ դժվար է, որովհետեւ աննարին է կարողանալ մենակ ասենց ծրվել բոլոր կողմերի վրա, բայց եթե դու կարողանում ես կենտրոնացած ճիշտ քո ժամանակը եւ քո փորձը կառավարել, այս պարագայում ստացվում է տալիս ես կարեւորություն բոլոր ոլորտներին, դու սկսում ես այդ բոլոր ոլորտերի մեջ ճիշտ քո աշխատանքը կատարել, կարեւորը բոլորը լինեն որակով եւ արդյունավետ։ Կիսվեք մեզ հետ գաղտնիքով, ինչպես եք կարողանում օրը բաժանել, զբաղվել բժշկությամբ եւ հյուպատոսական գործերով։ Գիտեք, բնականա ես մենակ չեմ այդ ամեն ինչի մեջ։ Դե որպես զուտ անձնակ, որպես բժիշկ, բարձա որ դա առաջնահերթ է, ես ասեցի եւ օրը սկսվում է բնականա պացիենտներից, բայց զուգահեռ նա այդ միասին, քանի որ երկրորդ թիմն է աշխատում, երրորդ թիմն է աշխատում, որոնք զբաղված են թե հյուպատոսական աշխատանքներով, թե զբաղված են ամենակարևորը այսօր նոր ստեղծված, հա, այս վերջի կարելի ասել 7-8 ամսվա մեջ Կանադա-Եվրազիական տնտեսական պալատի ես դրա նախագահն եմ նույնպես եւ շատ մեծ կարեւորություն եմ տարի դրան, որովհետև դա մեզ համար մեծ նշանակություն է Հայաստանի համար, Կանադայի, ինչի, որովհետև մենք երբևիցե որևէ խնդիր դիվանագիտական չենք ունեցել Կանադայի հետ։ Այո։ Իսկ դա արդեն մի մակարդակի երբ որ հասնում է, մենք ունենք շատ թույլ զարգացում մեր առևտրաշրջանառության եւ տնտեսական կապերի հետ եւ թե Կանադայի կառավարությունը թե որին արդեն կարելի ասել մեր ԱԳՆ-ն տալիս է մեծ նշանակություն, մենք ստեղծեցինք Կանադա-Եվրազիական տնտեսական պալատը, որ արդեն ունի հաջողություններ եւ հետաքրքիր արդեն պրոյեկտներ, որոնք ի նպաստ բնական է Հայաստանի, բայց պարզավոր Կանադան նույնպես դրա մեջ պետք է տեսնի իր երկկողմանի եւ ինչի Եվրազիական, որտեղ Կանադան ունի իր այդ պալատը ունի իր հնարավորությունները տարբեր ուրիշ երկրներում իր ներկայացությունը եւ ստացվում է որ մենք կարողանում ենք այդ բոլոր ասպարեզների մեջ զարգացում տալ
եւ բժշկությունը Maple-ից հայ-կանադական կլինիկան իմ համար բանական է դա նույնպես կանադական ընկերություն է եւ տարիների ընթացքում 10 կարելի է 4 տարի արդեն մենք այս շուկայում ենք եւ տրամադրում ենք ամենաբարձր որակ առողջապահական ծառայությունները փորձում ենք հետևել ամենավերջի խոսքով զարգացումներին դրսում եւ աստայնամ ստացվում է որ եթե դու ունես լավ թիմակիցներ, լավ բժիշկներ, լավ ընտանիք, այդ բոլորը իրար հետ սկսում են զուգահեռ ճիշտ աշխատել։ Սա է երևի թե գաղտնիքը, որ դու պետքա այդ ամեն ինչի մեջ այդ քո մեծ ցանկություն ունենաս, լավ թիմ, լավ ընտանիք լինի եւ ճիշտ կազմակերպվածություն, որի հետևից պետքա լինի թեկուզ ոչ է հերթականությամբ, այլ զուգահեռ։ Մենեջերական հմտություններն են այստեղ գաղտնիքի հիմքում, որովհետև երբ այդ ձեր նշվածը բոլորը միասին գալիս է հենց մենեջերական հմտության արդյունք, այդպես կարող ենք ասել, որովհետև լավ մասնագետը զուտ բավարար չէ, այստեղ պետք է նաև խառնվածքով լինես, հաշվարկները ճիշտ անես, հոսքագծի վրա ճիշտ դնես ամեն ինչը։ Բնականաբար ոչ մի աշխատանք սահուն չի։ Մենք տարիների ընթացքում անցնում ենք տարբեր փուլեր եւ տարբեր խոչընդոտներով։ Երբևիցե նման չկա մի բան, որը որ ասես, այ սկսեցի sense հեշտությամբ անցավ։ Դե չէ, չկա։ Ոչ մի նման բան գոյություն չունի, բայց եթե դու այդ challenge-ներին, այս խնդիրներին պատրաստ ես եւ դու հաղթահարելով շարժում ես առաջ, այդ դեպքում դու հերթականությամբ հասնում ես քո նպատակներին։ Մենեջերություն, հա, դա կառավարչական նշանակություն ունի, դա եւ ներսից է լինում, եւ կրթությունն է, որը որ սպეციფიկ կրթություն է լինում, որը որ զուգակցում ես իրար հետ, որ կարողանաս ստեղծես այն միջավայրը, ստեղծես այն հնարավոր կապերը եւ տարբերակները լոջիստիկայի, որ այդ բոլորը սկսի իրար հետ աշխատել։ Հակառակ դեպքում դա կստացվի թերի, ինչ որ մի բան կարաչը կիսատ պրատ, իսկ կիսատ պրատը դա լավ չի։ Մարդ կա որ պերֆեկցիոնիզմ, ինքը փորձում է ուզում է անպայման ամեն ինչը լավ լինի, չէ՞, դե լավ սովորել, լավ գնահատական ստանալ, հասնել հաջողության, չունենալ թերություններ, դա վատ բան չի։ Դա իհարկե ծառաբեռնում է անձին, բայց դա պետք է կարողանալ ճիշտ մեկը մյուսի հետ համադրել, որ զուգակցել, որ կարողանաս դու անել։ Ես նորից եմ ասում, մենակ մի հոգով չի, բայց թիմային աշխատանք է, բայց անձի նշանակությունը շատ կարևոր է։ Իհարկե։ Հարցը սուղ եմ որպես Հայաստան Կանադայի պատվո հյուպատոս, ինչ կողմեր, ինչ գրավիչ կողմեր ունի Հայաստանը Կանադայի համար եւ հակառակը։ Ну, ավելի հեշտ է պատասխանել հակառակը, որովհետև դե պարզ է անհամեմատալի մեծ երկիր Կանադա, բնական է շատ այսպես բազմազան իր բոլոր ոլորտներով շատ բարձր զարգացությունով, հա, նաև որ ասեցի նշեցի, որ Կանադան այն երկրներից է եղել, որ առաջինը ընդունել է մեր գենոսայդը, ինքը առաջինն է, որ մեր ամենաբարյակցական ընկերն է, որ գտնվում է բոլոր այս տարիների, տասնյակ տարիների ընթացքում մեզ հետ, որտեղ մենք 30 տարի արդեն ավել դիվանագիտական հարաբերություններ ունենք, ամենամեծ ձեռքբերումն է եղել, որ մենք արդեն ունենք դեսպանություն եւ այս ամեն ինչը շուտով կկենտրոնանա ամեն ինչը այնտեղ, հա, եւ շատ ունենք, այսպես ասած, բարեակցական իրանց կողմից, մեր կանադական կառավարության կողմից վերաբերմունք Հայաստանի նկատմամբ, իսկ Կանադայի համար Հայաստանը դա տարածաշրջանային տեղը գտնվելով եւ որպես լավ գործընկեր, բարեկամ, մեզ համար դա ինքը նույնպես հետաքրքիր է։ Վստահելի գործընկեր, որը մենք ուզում ենք, որ անպայման դեմոկրատիկ բոլոր զարգացումները Հայաստանում լավ ընթանան, հոգատար ձևով այսպես լինի ամեն ինչը ուղղված դեպի մեր ժողովրդին, խաղաղություն լինի մեզ մոտ, այսինքն Կանադան իր դերը տեսնում է դրան մեջ, բայց նաև մենք ասեցի, տալիս ենք Այկան ոլորտներ, որոնք արդեն հա նախապես այսպես նշվարված են, այլ բժշկական ոլորտում դուք մեծ գործունեություն եք ծավալում, նաև այլ ոլորտներ, որտեղ արդեն կա համաձայնություն։ Տեսեք, մեզ համար շատ հետաքրքիր է, քանի որ Կանադան համարվում է համար 1 հանքարդյունաբերության, աշխատանքի անվտանգության ոլորտներում եւ մենք մետալուրգիայի մենք այսօր դրան տալիս ենք մեծ նշանակություն, քանի որ ժամանակին Կանադան այդտեղ եղել է բավականին ակտիվ, ունենալով նաև իր ներկայացությունը կանադական հանքերում, ցավոք այսօր դա այդպես չի,
ունեցել ենք որոշ ֆիասկոներ, բայց փորձենք ոչ թե նեգատիվ նայել, այլ հույսով նայել, որ եւս կունենանք հնարավորություն ավելին այդ ոլորտում զարգացում ունենալ, քանի որ սպասվելիք ունենք կնքվելիք մեր պալատի կողմից համագործակցություն մետալուրգների եւ Հանքարդյունաբերության ասոցիացիայի հետ համագործակցություն, մենք տալիս ենք մեծ կարևորություն կրթական ոլորտի հետ կապված, որովհետև նույնպես իմաստ ունի, որ Հայաստանը նույնպես նայի տեսնի ինչ հնարավորություններ կա օգտվել Կանադայի կրթական համակարգից եւ հզորությունից, որովհետև չմոռանանք շատ նոբելյան այսպես մրցանակներ այնտեղից են եղել, Տորոնտոյի համալսարանը համարվում է top 10-ի մեջ, Վանկուվերի համալսարանը, արդեն փորձար կա մեր կողմից համագործակցություն ստեղծել եւ բժշկական համալսարանի եւ ուրիշ համալսարանի միջև եւ գյուղատնտեսության մեր ուրեմն համասանի հետ, այսինքն ես մաքսիմալ փորձում եմ աջակցել դրան, դե մեր դեսպանությունն էլ ունեկից RF3 այսպես officer, որը որ trade officer, որը նույնպես աջակցում է եւ մենք իրար հետ բոլորս նույն նպատակին ենք գալիս, որ կարողանանք ստեղծել այն բոլոր տարբեր բազմազան կապերը, որոնք կա, որտեղ Կանադայի հետ կարելի է բոլոր ոլորտների հետ համագործակցել։ Այստեղ ուրիշ հարցել է ցակում առևտրատնտեսական։ Միանգամից գալիս ենք արտահանմանը։ Դուք ասացիք, որ մեզ ավելի հետաքրքիր է կանադական կողմից, քան մենք այս պարագայում։ Արդյոք սա հիանալի հնարավորություն կլինի եւ ճանապարհ կբացի մեր բիզնեսմենների համար, այն մարդկանց համար, որոնք տեղական արտադրանք են ստեղծում եւ հնարավորություն ունեն ավելի շատ արտահանելու եւ ի վերջո այս պարագայում նաեւ երբ հայկական ապրանքը կհայտնվի Կանադայում made in Armenia այսպես բառակապակցությունը կարող է ավելի շատ տարածվել։ Շատ կարևոր հարց տվեցիք։ Մենք այսօր հենց այդ հարցի մասին ենք խոսում։ Մենք իհարկե մենք ունենք արդեն հաջողված մի պրոյեկտ, երբ որ հակառակը Կանադայից շուտով կտեսնենք մոտ 50 տեսականի ապրանք, դեռ չեմ ուզում բացահայտեմ, անուններ մի տվեք։ Չենք տալիս, մեր մոտ կներմուծվի Հայաստան մեր առաջնահերթ, այսպես ասած, մեր ջանքերով եւ դա կառաջանա մեզ մոտ, բայց հակառակը տեսեք, ստեղ կան որոշ կանադական արտադրություններ, այնպես չի, որ մենք զերոյական վիճակում ենք գտնվում, բայց եթե խոսում ենք արտահանման մասին, մի հատ հարց, եթե տենց այսպես տանք, ինչի է այսպեսի շատ փոքր առևտրային մեզ մոտ քանակ հարաբերություններ, ինչու՞մ է այս շրջանառություն, ինչի է այս sense միզերային։ Պատասխանել բիզնեսմենները։ Դե տեսեք, ճանապարհը չի։ Միայն օթային, չէ՞։ Թեկուզ օթային, ոչ օթային կա։ Մի քանի բիզնեսմեն ասում էին, որ այստեղ շատ կարևոր է թե ինչ ապրանք ես արտահանում, որովհետև տարբեր երկրներում այդ ապրանքատեսակները, հա, այն ինչ որ դու ես ուզում արտահանել, շատ են։ Այսինքն պիտի հանես այն, ինչը քիչ է, թող լինի քիչ, բայց որակով, որը կառանձնացնի Հայաստանը եւ նորություն կլինի այդ շուկայում։ Դե եկեք հիմա ուրեմն մի քիչ ուրիշ տեսակետից այդ հարցին նայենք, որտեղ բիզնեսմենը նայում է մի կերպով, իսկ եթե մենք նայում ենք տնտեսական տեսակետից, ապա ամբողջ խնդիրը առաջանում է մի ուրիշ հետաքրքիր հատվածում։ Ուրեմն բնական է made in Armenia դա ամենապատվավորը, կլինի շատ լավ է, այստեղ լավ որակը ապահովեցինք, բայց եկեք տեսնենք այդ արտադրանքը միջև ստեղից դուրս է գալու եւ հասնի Կանադա։ Բնական առաջանում են թաքսեր, առաջանում են տարիֆներ, բայց ամենակարևորը այդ բոլորի մեջ, երբ որ մենք հասնում ենք կանադական սահմանին եւ այդ տարիֆներով պետք է ինքը ներմուծվի դեպի ներխուժի, դեպի Կանադայի շուկա, մեր ցանկացած լավագույն ապրանքը դառնում է ոչ արդյունավետ ոչ գնային տեսակետից ինքը չի կարողանում competition, այսինքն ինքը չի կարողանում մրցակցել այդ շուկայում։ Եթե դու ունենում ես մի ապրանք, որը որ շատ բարձր գին ունի, հա, ապա բնական է կան տարբեր նմանատիպ ապրանքներ եւս կարող է պատահի ունենան բարձր որակ, դրա համար ներկայապային օրինակի համար ստեղ կա կանադական տեքստիլ, որը որ արտադրվում է, ամբողջությամբ արտահանվում է եւ Walmart, ասենք, ընկերության մեջ դա տարածվում է, բայց ասենք մեր գործընկերը, սեփականատերը, որոնք կա, այդ Even Martin ընկերությունն է, իրանք այդ հարցը բարձրացնում են։ Եվ այդ հարցը մենք հիմա ուզում ենք բարձրացնենք եւ Կանադայի կառավարության, եւ Հայաստանի կառավարության առջեւ։ Եվ այդ հարցը ինչու պետք է լինի։
փորձել, խնդրել, պայմանագրեր կնքել, նվազեցնել այն տարիֆները, որոնցով այդ շրջանառությունը կառաջացնի հնարավորություն մեր տեղական արտադրանքին դուրս գալու։ Ոչ միայն դա խոսքը գնում է IT ոլորտի, որը էտել է product համարվում, այլ զուտ։ Տեսեք, մենք ունենք շատ փոքր քանակությամբ ներկայացված գինու արտադրանքներ, հա, ալկոհոլային։ Այո։ Բայց դա այն ցանկացած բիզնեսի ով արտահանում է, կտեսնեք, դա ավելի շատ իր պրեստիժի իր համար է դա այնտեղ, քան առևտրային ստեղծում է իր համար շահույթ։ Նույնը կարա լինի Դե կուզեին, որ շահույթը լետապնդերի, իհարկե։ Բայց այդ բարագայում, եթե պետքա մի այսպես unit-ը, հա, այնտեղ գնա, այնպեսի մի գնի հասնի, որի ժամանակ ինչքան ուզում ես դու ռեկլամ արա, ասա, այս մերն է, հայկականն է, մերն է, լավն է, մեր անուշը, հա, մեր եւ այլն, շուկան սկսի ճանաչել, որտեղ շուկան է պետքա ճանաչի, բայց եթե ճանաչության հետ սովորական գնորդը պետքա տեսնի, որ ինքը կարա գնի դրա հավասարազորը համարյա թե մի ուրիշ երկրի, ինքը չի կարող։ Իսկ եթե մենք խոսում ենք ոչ թե միայն փոքր առևտրի, այլ թեկուզ մեծ առևտրի մասին, նույնպես ամեն ինչ գալիս է դրան։ Կան երկրներ, որոնք ունեն ուրիշ պայմանագրեր, որոնք տարիֆները ուրիշ են, եւ դա թույլ է տալիս ավելի մեծ առևտրի շրջանառությունը։ Այդտեղ է խնդիրը Այստեղ արտահանողների համար պիտի որոշ առաջնահերթություններ լինեն եւ տարիֆների տարբեր մշակումներ, որպեսզի խթանեն, որպեսզի նրանք կարողանան արտահանել ուրիշ գնով։ Այո, տեսեք, հիմա ներկայապային ունենալով Ամերիկայի վերաբերմունքը Կանադային տարիֆների վերաբերյալ, Կանադան հիմա մանա գալիս ուրիշ շուկաներ, որտեղ դա կարտահանի։ Հայաստանը իհարկե բնականաբար շատ փոքր շուկա է, չէ՞։ Հա, թեկուս, բայց հակառակը Հայաստանի համար, եթե մենք ուզում ենք դուրս գանք դուրս եւ ունենանք ոչ միայն փոքր կողքի երկրների հետ հարաբերություններ, այլ ավելի դուրս ու մեծ, այսպես ասած, առևտրային ծավալ, այդ դեպքում պետքա վերանայել եւ փորձել կառավարության մակարդակով ամենաբարձր աստիճան գալ այնա, որ մենք, այսինքն Հայաստանի կառավարությունը փորձի դուրս գալ առաջարկով, խնդրանքով, որ այդ վերանայվի այդ բարագայում դա կզարգացնի, ինչպես այդ տեքստիլն ասում է, թե դա հնար ստեղծվի, ես մի քանի հատ գործարան կստեղծեմ։ Դա կբերի ստերի զարգացման տնտեսության։ Ոսակ սա զուտ ժամանակի խնդիր է եւ ինչ որ չափ բաց ձեր նման եւ մյուսների պես մարդկանց շնորհիվ կգաք ընդհանուր այդ։ Դա համարել այդ պալատը այսօր մենք ստեղծել ենք, այդ տնտեսական պալատը, կանադական առևտրային պալատը, որը ես ասում եմ, դա է, որ մենք այսօր փորձում ենք նպաստել։ Ոլորտները ասեցի բազմազան են։ Հիմա իհարկե նույն Maple Leafs առողջապահական ծրագրերի հետ կապված փորձում է հիմա օգտագործելով էլի նույն պալատի ստեղծել հնարավորությունները նոր ասենք կապեր ստեղծել Կանադայի բուժ հիմնարկների հետ, նոր տեխնոլոգիաների մասին խոսել, նոր մասնագիտական փորձի փոխանակում կատարել։ Հա, մենք տեղում կարողանում ենք դա ասենք թե օգտագործել։ Իսկ այն մնացած ոլորտները ես փորձում եմ զարգացնել զուգահեռ։ Ճիշտ է, ձեր տնտեսական ոլորտն է, իսկ այ մշակութային կապերից ունեք նորություններ հայ-կանադական։ Մշակույթը երևի ամենահեշտն է, որ կարելի է զարգացնել։ Դե։ Ինչի, որովհետև բնական է Հայաստանը ունի շատ, այսպես ասած, բարձր մշակույթի կոլորիտ, յուրահատկություն բոլոր ոլորտներում, մենք ընդհանուր ունենք մեր հայկական, այսպես ասած, հայ ներկայացուցիչները Կանադայում, մենք ընդհանուր փորձեցինք նաև նույն մեր ուրեմն թատրոնի ինստիտուտը որ կա, իրենց էլ կապել որոշ ծրագրերի հետ կապված, որոնք իրանք փոխանակում պետքա կատարեն, այսինքն նույն ֆրանկոֆոնիայի ժամանակ դա շատ ակտիվ տեղի է ունենում մեր տարբեր մշակութային այսպես փոխանակումներ, դա կարևորը դա երևի ինքնին զարգացող այն ոլորտն է, որտեղ մեր մշակույթը այնպեսի ակտիվ ձևով այստեղ մեր ստեղծագործ են հայ ժողովուրդը, հա, թե նկարիչները, թե երգիչները, թե թատրոնը, թե ես չգիտեմ, բոլոր ոլորտը, հա, պոեզիայի ներկայացուցիչները։ Այստեղ խնդիրները քիչ են։ Այստեղ խնդիրները կարծում եմ քիչ են, որովհետև իրանք անհատականել են կարողանում դա ներկայացնել եւ ցանկացած եթե կա որևէ մի ոլորտ, որ կարող ենք մենք աջակցել, մենք պատրաստ ենք դիմեք մեզ մենք փորձենք ստեղծել այդ հնարավորությունները, կապերը եւ բացել դռները։ Իսկ որպես բժիշկ, ինչ եք կարծում մշակույթով ապրող մարդը, մշակույթի մեջ ապրող մարդը ավելի երջանիկ է եւ ավելի առողջ։
ի վերջո հոգեբանական գործոնը շատ մեծ նշանակություն ունի նաև մարդու տրամադրվածությանը սեփական օրգանիզմի նկատմամբ։ Դա գլոբալ հարց է։ Ցանկացած մարդու առողջությունը ոչ միայն դա ֆիզիկական առողջության մասին ենք խոսում, այլ դա իր հոգևոր, հոգեկան աշխարհի մասին է խոսք գնում։ Ինչքան մարդ լինում է կրթված, զարգացած, բանիմաց եւ ստեղծագործ, որը որ կարողանում է ստեղծագործել ոչ միայն զուտ ինչ որ իր նեղ մասնագիտական ոլորտում, այլ նաեւ ապրում է մի արվեստի ոլորտում, ապրում է ինչ որ ստեղծագործելով որևէ միտեղ, դա ցանկացած ստեղծագործ աշխատանք պահանջում է ներքին մի հետաքրքիր այսպիսի բավարարություն եւ ներքին մի էներգիա, որը որ ստեղծում է դա, այսինքն երբ որ դու ուզում ես սա ստեղծել, դա կլինի արտահայտվի թե նկարով, թե երաժշտությամբ, թե զուտ, այսպես ասած, ինչ որ մի ոլորտի զարգացում, դա էլ է ստեղծագործություն, սա էլ է մշակույթ, դա էլ գալիս անանից ինչքան դու հնարավորին չափով քո ներքին աշխարհը ունենաս զարգացած եւ կրթված, որովհետեւ զուտ նայելով, այսպես ասած, սիրուն ստեղծագործված մի աշխատանքի, դա աչքին, այսպես ասած, տալիս է մի բավարարություն, դու դրանից հաճույք ես ստանում, բայց երբ դու դեռ դա հետ միասին հասկանում ես, երբ որ դու նայում ես, թե դա որ ոլորտից է, ինչպես է ստեղծվել, դա ինչ դարաշրջանից է, հա, դա հասկանում ես, որ մանեն տարբերվում է Սարյանից, օրինակի համար եմ ասում, դա արդեն ստեղծում է քեզ ներսում են իրավիճակը, որ դու սկսում ես մարդուն էլ տենց գնահատել, որտեղ բոլոր մարդիկ դա ինդիվիդուումներ են եւ ամեն մի մարդ ունի իր աշխարհը։ Եվ ինչքան ամեն մի մարդ լինի զարգացած, հոգեկան աշխարհը իր լինի հանդարտ եւ այսպես բարի այնքան ներդաշնակ, այո, դա կբերի իրան ավելի իր ոլորտում ավելի մեծ արդյունքների։ Ինձ հետաքրքրում է ինչպես են արձագանքում ձեր բուժարուները, իմանալով, որ եկել են այցի ոչ միայն ռոլոգ բժշկի մոտ, այլ նաև հյուպատոսի մոտ, եղել է այնպես, որ եկել են եւ երկու հարցով էլ դիմել են, եւ առողջապահական, եւ որպես հյուպատոս։ Ակցիա է։ 2-1։ Արդեն 3-1 առ։ Հա, իրականում ես դա չեմ այսպես բոլորի մոտ այդպես դա չեմ բարձրաձայնում, որտեվ դա ինչ որ մի ժամկետով այսպես ծառայություն է, հա, որը որ տրվելու է, հետո հանձնվելու է, բայց դա sense tennis դու մնալ առաքելություն է եւ դու դրանով անում ես, ապրում ես, զուգահեռ երբ որ իմանում եմ, բնական է իրանց մոտ միշտ մի հատ ինչ որ ժպիտ է առաջանում, իսկ մարդիկ կա որ իսկապես հարցեր են ուղում կախված իրանց ինչպես կարող են գնալ Կանադա, այդ ամենաառաջի հարցն է, հա, երկրորդ հարցը ես ինչ որ մի հարց ունեմ կրթության հետ, դա երկրորդ ամենահաճախ հարցն է եւ այսպես տարբեր բազմազան հարցեր։ Հա, եթե իրանք տեսնում են, դե քանի որ կլինիկայում Apple-ից դա այսպես ներկայացված է այդ ամեն ինչը, իրանք սկսում են հետաքրքրությամբ հարցուփորձ արել, սա ինչ է, սա ով է, սա ինչի համար է ու ըստ այնմ կախված բնական տարիքային խմբից տարբեր բազմազան հարցեր են առաջանում, դու փորձում ես չշեղվել, բայց օգտագործել օգուտ բուժարուի իր հարցերը բավարարելով բուն խնդիրը լուծելով, որտեվ դա էլ է իր համար նաև հետաքրքրություն։ Ահա, շնորհակալ ենք ձեզ անչափ հետաքրքիր զրույցի եւ հետաքրքիր տեղեկություններ փոխանցելու համար։ Ի վերջո յուրաքանչյուր երկրի կարևոր շարժիչ ուժը դա տնտեսությունն է եւ փորձում եք նաեւ այդ կերպ օգտակար լինել, ոչ միայն բուժառուներին կյանքի որակ պարգևել, սա եւս շատ կարևոր գործոն է եւ իհարկե մենք ձեզ առանձնահատուկ շնորհակալություն ենք հայտնում բժիշկ լինելու համար, որովհետև առաքելությամբ բժիշկը դա բոլորովին այլ է եւ հենց այդ ձեր պես բժիշկների շնորհիվ է, որ մենք մեզ ավելի երջանիկ ենք զգում։ Սպասենք նոր ազդակների հայ-կանադական հարաբերություններում, նորությունների։ Հիշեցնենք, մենք զրուցում ենք Maple Leafs հայ-կանադական բժշկական կենտրոնի տնօրեն, ուրոլոգ, բժշկական գիտությունների թեկնածու, Հայաստանում Կանադայի պատվո հյուպատոս, Կանադա Եվրասիական առևտրատնտեսական պալատի նախագահ Վարդգես Ավագյանի հետ։